Տիկին Աճեմյան ամփոփվում է 2016 թվականը, որոնք էին ձեզ կարևորագույն իրադարձությունները 16-ի։ Տագնապով լի, անհանգստություններով լի տարի էր մեզ համար, որովհետև մենք ապրիլյան իրադարձությունները, հուլիսին տեղի ունեցած գործողությունները, դրանք բոլորը մեզ խորհելու տեղիք տվեցին, շատ ինքս էլ տագնապալից օրեր եմ ունեցել, շատ անհանգիստ օրեր եւ կարծում եմ, որ մեր ժողովուրդը մեծ մասամբ հենց այդպես է ընկալել այդ իրադարձությունները, բայց հուսով եմ, որ այդ ամենը կմնա 2016 թվականում մենք թևակողում ենք արդեն նոր տարվա շեմին ենք եւ ես կուզենամ, որ մեր ժողովրդի համար խաղաղ տարի լինի, կուզենամ, որ ընտանիքները բարեկեցիկ կյանքով ապրեն եւ կուզենամ, որ ընտրությունները, որոնք կարևորագույնն են լինելու մեր կյանքում, որովհետև նոր ընտրություններ են, նոր սահմանադրությամբ, նոր ընտրական օրենսգրքով դրանք լինեն բաց, ազատ, թափանցիկ եւ հասարակությունը վերջապես տեսնի, որ մեր երկիրն էլ այդ քաղաքակիրթ ճանապարհով է գնում եւ այն պարլամենտը խորհրդարանը, որը պետք է ընտրվի, համապատասխանի այն չափանիշներին, որ մեր ժողովուրդն է իր առջև դրել, որին ժողովուրդը անպայման կվստահի։ Տիկին Աճեմյան, այդ դուք նշեցիք կարևոր խնդիրները, իրադարձությունները, չեք կարծում, որ այդ ամենը հետք է թողած լինելու ընդհանրապես իշխանությունների վրա ընտրություններին ձախողելու։ Չեմ կարծում, որովհետև բացասականը, գիտեք, այնպիսի մարտահրավերներ, ինչպիսին մեր առջև են կանգնած, արդեն աշխարհում ամեն տեղ է։ Ես կարծում եմ, որ եւ տերորիզմի դեմ պայքարը, եւ բռնությունների դեմ պայքարը աշխարհում այնքան ահագնող չափերի են հասել, որ երևի թե ապրելը արդեն շատ վտանգավոր է դառնում եւ Եվրոպայում եւ տարբեր երկրներում։ Իհարկե, մենք չափազանց շատ անելիք ունենք, որովհետև այո, մեր ժողովուրդը այնպես չի ապրում, ինչպես մենք կուզենայինք, բայց նաև ուզում եմ նշել, որ մեծ ցնցումներից, մեծ բացասական անակնկալներից հենց նույն իշխանությունը կարողացավ ժողովրդին հեռու պահել, որովհետև եթե մենք էլ ունենայինք այնպիսի ղեկավարներ, ինչպիսիք հարևան երկրներում են, անհավասարակշռված, անկանխատեսելի, ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում այս փխրուն խաղաղությունը մենք չենք կարող պահել եւ այդ առումով այո մենք շատ անելիք ունենք, բայց նաեւ կարծում եմ, որ հանրապետական կուսակցությունն է այսօր օրակարգ ձևավորողը եւ իմ կարծիքով ընտրությունների արդյունքները նաեւ ցույց կտան, որ այնուամենայնիվ կայունության, խաղաղության կողմնակից է մեր ժողովուրդը։ Եվ տարվա ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը որոնք են այդ երկու Ձեռքբերումներից այն է, որ մենք կարողացանք նշել մեր 25-ամյա անկախ երկրի տոնը եւ նշել նոր սերնդի առկայությամբ եւ նոր սպասումներով, բայց նաեւ մենք ունեցել ենք այս տարիների ընթացքում ձեռքբերումներ եւ դա չի կարելի չտեսնել։ Իսկ բացասականի մասին ես արդեն խոսեցի, ես կարծում եմ, որ մենք այնպես պետք է անենք հետագայում, որ հուլիսյան իրադարձություններ երբեք չկրկնվեն, այնպես անենք, որ մենք ներսից իրար չջլատենք, իրար չխանգարենք, հակառակ ավելի համախմբված լինենք, որպեսզի կարողանանք այդ նոր մարտահրավերներին, որոնք անշուշտ բոլոր երկրների առջև են նաև կանգնած, իսկ մեր առջև առավել եւս, որպեսզի կարողանանք դիմակայել։ Շնորհավորում եմ բոլորին նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ ցանկանում եմ, որ այն հեքիաթային, այն սպասումները, որոնք եւ երեխաների եւ մեծերի մոտ կան իրականանան, որ մենք ունենանք եւ գնանք առաջ այն ակնկալիքներով, որ մենք ունենալու ենք բարեկեցիկ երկիր, որ ունենալու ենք խաղաղ երկիր եւ ամեն ինչ մեր ընտանիքներում լավ է լինելու բոլորին շնորհավորում եմ, ցանկանում եմ ջերմ եւ սիրուն տոներ։